Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։ Բացման խոսքով հանդես են եկել նաեւ Արսեն Թորոսյանը, Վասիլիս Մարագոսը եւ Ֆրանսուազ Ժակոբը։ Աբիսողոմոնյանը ընդգծել է մարդկային կապիտալի զարգացման կարեւորությունը։ Նա կարևորել է նաեւ հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովումը։ Ներկայացվել է 2026-2030 թվականների Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակային փաստաթուղթը։ Այն ներառում է սոցիալական պաշտպանություն, ժողովրդագրական դիմակայունություն եւ կանանց առաջխաղացում։ Քննչական կոմիտեն բացահայտել է ընտրական գործընթացում հնարավոր խախտումներ։ Գործի շրջանակում ներգրաված է Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակում ընդգրկված ՎԱ-ն։ Նա հանդիսանում է Գյուլագարակ համայնքի ավականու անդամ։ Ըստ տվյալների քաղաքացիներին առաջարկվել է 3000 դրամ հավաքին մասնակցելու համար։ Խոսքը վերաբերում է ապրիլի 11-ին Երևանում կազմակերպված հավաքին։ ՎԱ-ն համակարգել է մարդկանց հավատարմագրումը, տեղափոխումը եւ սննդի ապահովումը։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում համապատասխան հոդվածով, որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է միջազգային գործընկերների հետ։ Նա հյուրընկալել է ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի ղեկավարությանը։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հարցերը։ Կողմերը դիտարկել են համագործակցության նոր ուղղություններ։ Խոսվել է միջազգային բրենդների մուտքի մասին հայկական շուկայում։ Փարիզ քաղաքում տեղի ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն։ Նրանք դեսպանության բակում ծիրանենիներ են տնկել։ Բացման ընթացքում հնչել են երկու երկրների օրհներգները։ Միրզոյանը նշել է, սա կարևոր քայլ է հարաբերությունների խորացման համար։ Ֆրանսիան ընդգծել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել։ Գործընկեր է դարձել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը։ Փաստաթուղթը ստորագրվել է Ուժեղ Հայաստան դաշինքի համակարգող ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի միջև։ Գործընթացին մասնակցել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Կողմերը նպատակ ունեն հեռացնել գործող իշխանությանը։ Նրանք պատրաստվում են միասին մասնակցել ընտրություններին։ Համագործակցությունը ներառում է նաև ընտրական վերահսկողություն։ ԶԼՄ-ները հաղորդում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում հատուկ ստորաբաժանման մասին։ Նշվում է, որ այն ձևավորվել է 2023 թվականից հետո։ Այնտեղ ներգրավված են Արցախի նախկին ուժայինները։ Ըստ տեղեկությունների վերահսկվել են արցախցի գործիչների շփումները։ Տեղեկությունը փոխանցվել է իշխանություններին։ Գործը կապվում է նաև Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ հետախույզ Արթուր Ավետիսյանի հետ։ Վերջինս կալանավորվել է կաշառքի գործով եւ հայտարարել է հացադուլ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր հաղթանակի մասին։ Նա վստահ է հունիսի 7-ի ընտրություններում հաջողությանը։ Քաղաքական գործիչը ներկայում գտնվում է տնային կալանքի տակ։ Նա նշել է, իր վստահությունը գալիս է ժողովրդից։ Կարապետյանը հայտարարել է, նույնիսկ տնից կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս քննադատել է իշխանությունների վարկանիշը։ Նա զգուշացրել է հնարավոր ընտրախախտումների մասին։ Կարապետյանը նշել է, Հայաստանը չպետք է դառնա բախման հարթակ։ Եվրամիությունը նոր ծրագրեր ունի Հայաստանի համար։ Տեղեկությունը հրապարակել է Radio Free Europe, Radio Liberty-ն։ Խոսքը վերաբերում է կիբերանվտանգության եւ ապատեղեկատվության դեմ պայքարին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ կեղծ լուրերի արագ հայտնաբերման եւ չեզոքացման համար։ Կիրականացվի պետական մարմինների եւ մեդիա կառույցների կարողությունների զարգացում։ Նախատեսվում է նաեւ տեխնիկական աջակցություն ընտրական գործընթացների պաշտպանության համար։ Սպասվում է Եվրամիության առաքելության ընդլայնում ավելի լայն մանդատով։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է կարևոր այցի մասին։ Նրա խոսքով նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կայցելի Հայաստան։ Այցը կնշանավորի հարաբերությունների խորացումը։ Երևանը կհյուրընկալի եվրոպական բարձր մակարդակի միջոցառումներ, նշվում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի խաղաղության օրակարգին։ Ընդգծվել է նաև պատմական կապերի կարևորությունը։ Ֆրանսիան հաստատել է իր աջակցությունը Հայաստանին։ Աղվերանում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Կողմերը համաձայնեցրել եւ փոխանակել են 3 կարևոր ուղեցույցների նախագծեր՝ փորձագիտական խմբերի աշխատանքի, քարտեզագրման եւ փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ։ Այս փաստաթղթերը նախատեսվում են ներկայացնել երկու երկրների կառավարություններին վերջնական հաստատման համար։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է բեռների տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան արդեն իրականացվում է։ Նշվել է նաև Ադրբեջանը նավթամթերք է մատակարարում Հայաստան, ինչը դիտարկվում է որպես տնտեսական կապերի ձևավորման քայլ։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն եւ կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել Ադրբեջանում։